Ողջույն բոլորին, հիմա ուսումնասիրենք տվյալների ներկայացման նոր ձևեր, առաջինը ցողունտերև աղյուսակ, իսկ երկրորդը հիստոգրամ։ Եկեք ենթադրենք ունենք ինչ-որ թվային տվյալներ, առաջին այսինքն ցողունտերև աղյուսակը ինքը թվային տվյալների ներկայացման ձև է ու սովորաբար դրանով հեշտ է ներկայացնել միանիշ ու երկնիշ թվերից բաղկացած տվյալները։ Եկեք մի հատ տենց թվային տվյալների օրինակ նայենք 4, 4, 8, 12, 24, 25, 25, 28, 31, 37, 40։ Այս աղյուսակը իրանից ներկայացնում է երկուացիոն ու ամեն տվյալ ներկայացնում ենք իր կարգային միավորների դիրքերում գրված թվանշանների օգնությամբ, հետևյալ կերպ։ Օրինակ, այս սյունը մեր մոտ ներկայացնելու է տասնավորների կարգը, ստեղ էլ աջ սյունակը միավորների կարգը։ Օրինակ, եկեք նայենք 24, 25 ու 25 թվերին և 28-ին։ Սրանց մեջ ընդհանուր ինչ-որ բան կա, չէ, բոլորը սկսում են 2-ով։ Քանի որ իրանք բոլորը 2-ով են սկսվում, ստեղ տասնավորների մասում կգրենք 2 ու միավորների կարգում կգրենք մի հատ 4, 2 հատ 5 և մի հատ 8։ Ենք 2 հատ 5 գրում, որտև 25-ից 2 հատ կա ու երբ որ սենց գրած է 2, 4, 5, 5, 8, այսի ոնց որ համապատասխանում է 24, 25, 25 և 28 թվերին։ Մեկով սկսվող քանի թիվ կա։ Մեկ։ Մենակ 12, չէ։ Հիմա եթե ստեղ ուզենանք 12-ին համապատասխան ձևով ներկայացնենք, ստեղ ձախ կողմում կգրենք 1, աջ կողմում կգրենք 2։ 3-ով սկսվող 2, 3, 37, չէ։ Կլինի ստեղ 3, ստեղ 1 ու 7։ 40-ի համար ստեղ կգրենք 4, ստեղ կգրենք 0։ Իսկ այս միանիշ թվերի համար կգրենք տասնավորների կարգում 0, իսկ միավորների կարգում 4։ ճիշտ է։ Ստեղ կգրենք 0, Եկել 8։ ստեղ կգրենք 2 հատ 4 և 8։ Այս ներկայացումը ցողունտերև աղյուսակ է կոչվում։ Պարզ է, չէ, եթե ունենք ինչ-որ տվյալ ներկարանքներ
կառուցենք այս աղյուսակը ու նույն ձև աղյուսակից կարանք վերականգնենք տվյալները։ Մի հատ հարց կարելի է։ Ահա։ Իսկ եթե մի քանի հատ թիվ կա, որոնց միավորը նույնն է, կարանք միավորների մոտ գրենք օրինակ 5, իսկ տասնավորների մոտ մի քանի հատ թիվ։ Միավորների մոտ Այսինքն դեպի ոնց որ հիմա գրել ենք 2 տասնավորների մոտ, իսկ միավորների մոտ 4, 5, 5, 8, ոնց որ հակառակը էլի լինի, արի որ տենենք։ միավորների մոտ միտվան Հրանտը սենց առաջարկ ունի, ստեղ լինի օրինակ միավորները, տեղերով փոխենք։ չէ, Ստեղ այդ դրանք տեղերով չփոխենք։ Էլի առաջ սկզբում տասնավորը, հետո միավորը, ուղղակի օրինակ 35, 45, 75-ը միավորների մոտ գրենք 5, տասնավորների մոտ 3, 4, 7։ ստեղ տասնավորները, ստեղ միավորները։ Ըհը։ Ասում են նայենք, թե որոնց մոտ է գրված 5։ Օրինակ միավորների կարգում որ թիվը նայենք, նրա առաջինը։ Ստեի օրինակով մենակ 25-ին նա որ նույն թվանշանն է։ Ի օրինակ կարանք 4-ը նայենք, բայց օրինակ եթե միավորների կարգում նայենք 4-ը, այսինքն նայենք այն Իսկ թվային, տասնավորների կարգում մի քանի հատ թիվ։ այսինքն կնայենք սա ու սա, չէ՞։ Այսինքն ստեղ Այո։ 0, 0, 4, 0, 0, 2։ Ճիշտ է։ Ըհը։ Այսինքն կարելի է։ Սենց կարանք էլի ներկայացնենք, եկեք ներկայացնենք, որ սկսել ենք ներկայացնելը։ 8-ով վերջացող թվերը որոնք են։ 81, 82-ը, չէ, չէ, Մեր 8-ը, թվերի 38-ը, 8-ը ու Էմի, 28-ը։ 28-ը, 28-ը, մի րոպե, մեր կոնկրետ այս թվերից ոչ թե ընդհանրապես։ Կլինի 8-ը, 28-ը, 28, չէ։ Հաջորդը 2-ով վերջացող թիվն է գալի, 12-ը, մենակ, մենակ 12-ն է։ 5-ով վերջացող 25, 25-ն ու 25-ը, չէ։ 1-ով վերջացող մենակ 31-ն է, 7-ով վերջացող 37-ը, 0-ով վերջացող էլ 40-ը։ Սենց կարանք ներկայացնենք, բայց ընդունված է ցողունտերև սա համարել, որտեվ սովորաբար ասենք ինչ որ տվյալները, որ ունենք, հարից փոքր թվերի տվյալները, իրանց ավելի հեշտ է նայել ոնց որ իրանց ավելի իմաստ ունի նայելը ոչ թե վերջի թվանշաններով, այլ առաջի թվանշաններով, որտեվ օրինակ ընկեր Դիլանյան, մի բան հարցնեմ, իսկ հարյուրավորներով կարող ենք անել, ասի մի հատ էս միտքս ավարտեմ, օրինակ ուզում ենք բան անենք, նայենք օրինակ ինչ որ քաղաքներում տեսնենք, թե լավ, սենց օրինակ, մի քանի խանութ ենք, ուզում ենք ինչ որ կարկանդակներ շտանենք խանութներ, ու թե ամեն խանութում ինչքան կարկանդակ պիտի տանենք, կախված է, թե այդ խանութից ինչքան շատ են այդ կարկանդակից առնում,
ու սենց տվյալները սրանք են 25, 26, 27, 29, 32, 35, 36 ու 82, 83 ու դրա այս տվյալները եթե ներկայացնենք մեր ձախ կողմի աղյուսակի տեսքով սենց կլինի, չէ՞։ Եկեք մի անգամ սարժեստեջի վրա նկարեմ։ Կլինի ստեղ 2, 5, 6, 7, 8, 9, հետո ստեղ 3, 2, 2, 5, 6 և 8, 2, 3։ Սենց այս աղյուսակին որ նայենք, ոնց որ աղյուսակի տողերը իրանք բան են, չէ, սենց առաջին տողը նշանակում է, որ 20-ից մեծ, 30-ից փոքր ինչ-որ քանակներ են, երկրորդ տողը ինչ-որ 30-ից մեծ, 40-ից փոքր, իսկ երրորդ տողը 80-ից մեծ, 90-ից փոքր քանակներ են, չէ, Հրանտ։ Կամ հենց տասնավորը 2-ա 3 կամ 8։ Հա, այսինքն այս աղյուսակին որ նայում ենք, մենք ինչ-որ պատկերացում արդեն կազմում ենք հենց այս տողերին նայելով, այսինքն այս աղյուսակը մեզ կարող է ավելի լավ այս աղյուսակին նայենք, քան թե այս թվերին նայենք։ Նու եթե թվերն էլ մի քիչ խառը հերթականությամբ գրված լինեն, հաստատ ավելի լավ է աղյուսակին նայենք, քան թե թվերին նայենք։ Իսկ եթե աջ կողմի աղյուսակի նման դասավորված լինեն, ծոր ինչ-որ խառը բան կստացվի։ Արդեն լիքը տողեր կլինեն, ասենք 5-ով վերջացող, 6-ով վերջացող, 7-ով, 8-ով, 9-ով ու 2-ով ու 3-ով վերջացողները կան։ Ստեղ ամեն տողում 2, 2, 2, 2 կլինի, ստեղ 3, 3, 3, 3 և 8-էր։ Այս երկրորդ աղյուսակին որ նայենք, տենց ինչ-որ շատ օգտակար չի լինի, չէ։ Օրինակ առաջին աղյուսակին որ նայենք, մենք հասկանում ենք, որ այն առաջին 5 խանութներ, որ ուզել ենք կարկանդակ տարենք, որ վաճառվի, մոտավոր մի 25-ից 30 հատ պիտի տանենք։ Երկրորդի հետո այս սրանց համապատասխան խանութներում մի 34 հատ որ տանենք բոլոր խանութներ, տենց լավ կլինի, իսկ վերջին երկու խանութները 80-ից ավել պետք է տանենք։ Իսկ այս աղյուսակով երկրորդ տենց շատ հեշտ չի երևում, չէ, ինչ է կատարվում։ Դրա համար սենց կարանք ներկայացնենք, բայց իրան տենց սենց ներկայացնելը տենց անիմաստ է, էլի, ինչ-որ անկապ է։ Ճիշտ է, սա էլ իրականում օրինակ եռանիշ թվերի համար որ նայենք հեսա, կտենանք, որ ոնց որ թե էլի տենց լավ բան չի ստացվում։ Դեք օրինակ, եթե ունենք եռանիշ թիվ 124, 135, 230,
6 Հիմա արդեն 3 հատ սյուն չէ պիտի լինի Էմիլ, որտև 3 հատ կարգային բան ունենք։ Իսկ չեն կարող գրել օրինակ 12, 15, այնպես 4 կամ օրինակ 23 Կարանք այդ մի միավոր քանի դեր։ թիվը արի ավելացնենք երկնիշ 12, 13 Չէ, դիմացը գրենք։ Էլ 3 վանդակով չանենք, 2 վանդակով արվանենք։ Միայն տասնավորն ու հարյուրավորը։ Օրինակ 124-ի դեպքում 12 էլի։ Չի կարող այդպես լինել։ Այսինքն ստեղ սենց գրենք 12, ստեղ Հա, գրենք կողքին գրենք 4։ Տես դառնում ա, որ կարելի է անել։ իսկ օրինակ, հա, եթե սենց ենք անում, սենց երևի կարանք անենք, հա, սենց կարանք գրենք։ Մի խոսքով այս ցողուն տերևաղիսակը, բայց սենց կարանք անենք, բայց եկեք նայենք, եթե ունենք, ուզում ենք տենց 3 սյունակով, տենց ինչ-որ լավ բաներ չի ստացվի, որտև օրինակ, եթե նայենք մեկը, ստեղ արդեն այս տողում պիտի 2-ն ու 3-ը առանձին լինի, չէ՞։ Հիմա պատկերացրեք, ստեղ էլ ոնց որ ասենք սենց լիքը թվեր են մեկով սկսվող 134, 167, 170, սենց ոնց որ այս մեկի համապատասխան տողը, ստեղ պիտի բաժանվի լիքը ավելի մանր տողերի ու տենց վատաղույսակ ա ստացվում։ Սենց դրա համար չենք կարող ներկայացնենք, բայց նախորդ ձևով կարանք։ Այս ցողուն տերևաղիսակը, եկեք հիմա էլ հիստոգրամը, տենանք հիստոգրամը ինչ ա, եկեք հիմա բանը, մի հատ սենց արագ տվյալներ հավաքենք, հաճախ ու թող ձեր բարձրացնեն այն աշակերտները, այն մարդիկ, ովքեր ծնվել են ձմռանը։ Մի հատ արագ, մենակ մայիսն է ձմռանը ծնվել, թե ոչ մեկ չի հետևում, ինչ ա կատարվում։ Լավ, եկեք, ենթադրենք դասարան ա, որտեղ հաճախականային աղյուսակով ներկայացված ա, թե ամեն եղանակին քանի հոգի ա ծնվել։ Օրինակ, ձմեռ, գարուն, ամառ և աշուն եղանակներն են, ու ձմռանը ծնվել ա 8 հոգի, գարնանը 6, ամռանը 12, իսկ աշնանը 7 հոգի։ Այս ինչ-որ հաճախականային աղյուսակ ա, չէ՞, որտև տվյալներն են եղանակները, ու այդտեղ ինչ-որ դրանց մասին քանակ ներկայացված ա։ Հիմա հիստոգրամը ինքը սենց բան ա, ստեղ գրում ենք
մեր տվյալները առանձին ձմեռ, գարուն, ամառ եւ աշուն։ Ստեղ նշում ենք քանակները ու նենց ոնց որ թվային ուղի վրա թիվ ինչքան մեծանում է, այդքան բարձր ենք գրում։ Օրինակ 6, 7, 8, 12։ Հիմա նայում ենք ձմռանը քանի հոգի են ծնվել, տեսնում ենք 8 հոգի է ու սենց համապատասխան երկարությամբ ուղղանկյուն ենք նկարում։ Գարնանը ծնվել են 6 հոգի, այսինքն 6-ին համապատասխան բարձրության սենց ուղղանկյուն ենք նկարում։ Ամռանը համապատասխան բարձրության սենց ուղղանկյուն կլինի, իսկ աշնանը կլինի սենց ուղղանկյուն։ Այս կոչվում է հիստոգրամ ու ինքը իր միջոցով կարանք ինչ-որ ինքը համարժեք է հաճախականային աղյուսակին այս դեպքում ցույց է տալիս, թե ամեն տվյալը քանի անգամ է հանդիպել։ Ու ինքը ինչ-որ առումով ավելի հավես է, որտեվ կարելի է գունավոր ներկայացնել ու քանի որ ժամանակը արդեն սպառվել է, եկեք այսքանով սահմանափակվենք։